Պարոն Մարտիրոսյան, ավականու նիստի ժամանակ Տարոն Մարգարյանը խոսեց տրանսպորտի համակարգի բարեկարգման մասին, նշելով, որ նպատակ ունեն սահմանել մեկ միասնական տոմս և մեկ միասնական օպերատոր տրանսպորտային բոլոր միջոցների համար, թե մետրոյի, թե գազելների, թե էլեկտրատրանսպորտի համար նաև։ Ուզում եմ մի փոքր այս հանգամանքի մասին խոսենք, պարոն Մարտիրոսյան, արդյոք փորձ չի կատարվում կրկին բարեկարգման քողի ներքո տրանսպորտի սակագինը թանկացնել, ինչպես դա արվում էր 3 տարի առաջ, երբ փորձում էին 150 դրամ սահմանել։ Նախ ասեմ, որ մոտեցումը, որը կա, միասնական, ըստ էության իմ նախընտրական ծրագրի շրջանակներում է եղել, միակը Երևան քաղաքի ավականու ընտրությունների ժամանակ, որտեղ ես հենց այդ մոտեցումն էի առաջարկել, բայց մեկ կարևոր հանգամանք էլ կա, այդ մեկ միասնական օպերատորը պետք է լինի քաղաքային իշխանություններին պատկանող, այսինքն համայնքային սեփականություն պետք է լինի այդ տնտեսավարողը եւ համայնքային սեփականություն լինելով ըստ էության մենք կարող ենք մի քաղաքականություն իրականացնել, որի ժամանակ մտահոգ չենք լինի, արդյոք դա կթանկանա, թե նույն գինը կմնա, որովհետեւ ըստ էության եթե դա շահութաբեր կազմակերպություն լինի, գործունեություն լինի, ապա շահույթը կեթա համայնքային սեփականության եւ ոչ թե որևէ մասնավորի, իսկ չթանկանալու պարագայում հնարավոր է որ նաեւ որոշակի դոտացիաների անհրաժեշտություն լինի, այդ դեպքում դոտացիաները հենց կտրվի նորից քաղաքային բյուջեից եւ որևէ մեկը չի մտածի, որ քաղաքային բյուջեի հաշվին ինչ-որ մեկը հարստանում է, առավել եւս Հայաստանի նման երկրում, որտեղ աղքատությունը գրեթե 30% է պաշտոնապես, իրականում ակնհայտ է, որ առնվազն 2 անգամ բարձր կլինի, որտեղ արտաքին պարտքը պետության արդեն 6 միլիարդի ուղին է բռնել, 5.5 միլիարդն է արդեն հատում եւ նմանատիպ իրավիճակում կարծում եմ հասարակական տրանսպորտը պետք է լինի որպես սոցիալական նաեւ որոշակիորեն ծառայություն, որ տրամադրվում է համայնքի կողմից իր բնակիչներին։ Այդ իսկ պատճառով կախված նրանից թե ինչ մոդել կընտրվի, եթե դա լինի 100%-ով համայնքային սեփականության պատկանելություն, ապա այդ դեպքում խնդիր չեմ տեսնում։ Կարելի է արդեն տեսնել, թե որ սահմանն է, որ մինիմալ դոտացիաներով կամ տրամաբանական դոտացիաներով հնարավոր կլինի աշխատել տրանսպորտը եւ այդ շրջանակում գործել։ Բացի դա Նաև անհրաժեշտ է մեկ այլ խնդիր եւս լուծել, ըստ որի ակնհայտորեն անհրաժեշտ է որ ուղևորափոխադրումը մեծացնել ծավալները։ Եվ մենք այսօր տեսնում ենք Երևան քաղաքը գրեթե ամեն առավոտ եւ երեկոյան, ել չեմ խոսում որոշ հատվածների, որտեղ միշտ է խցանում առաջանում, այդ խցանումների խնդիրը լուծվի եւ նաեւ հասարակական տրանսպորտով, որպեսզի մարդը կարողանա շատ արագ տեղաշարժվել։ Դրա համար այլ մեխանիզմներ եւս պետք է ներդնել։ Մի խոսքով ասած, շատ լավ է, որ քաղաքային իշխանությունները վերջապես իմ առաջարկություններից մեկը լսեցին, ուղղակի լավ է, որ լավ կլինի, եթե այդ առաջարկությունը ամբողջովին իրականացնեն, հակառակ պարագայում ես չեմ ցանկանա, որ տրանսպորտային մոնոպոլիա առաջանա եւ դա լինի որևէ մեկին։ Խնդիրը կարծում եմ այս համատեքստում պետք է քննարկենք, որովհետեւ միասնական մեկ օպերատորը ճիշտ մոտեցում է, ակնհայտ է Երևանի համար ճիշտ մոտեցում է եւ հատկապես մենք պետք է այնպես անենք, որ մետրոպոլիտենը շատ աշխուժ աշխատի, ինչպես ժամանակին էր եւ քաղաքի կենտրոնում այսպիսի բեռնվածություն տրանսպորտային չլինի։ Տեսնենք Մինչև վերջ իշխանությունները կգնան, թե հերթական անգամ կլինի նախընտրական PR շրջանակում, ինչը շատ անգամներ տեսել ենք, տարբեր քայլերի հետ կապված։ Տրանսպորտային խնդիրը մենք հիմա արդեն պետք է լուծված լինենք, որովհետև նախկինում էլ տարբեր քաղաքապետերի կողմից, իշխանությունների կողմից բարձրաձայնվել են, բայց ակնհայտ է, որ մենք այս պարագայում չենք ունեցել այդ լուծումները։ Դրա համար ես ցավում եմ, բայց կարծում եմ սա նախընտրական ժամանակաշրջանի հերթական քայլն է։ Իրականության մեջ, երբ այսպես ասեմ, ընտրական process-ները հանդարտվեն, եթե իշխանությունները մնան եւ շարունակեն իրենց իշխանավարելը, ապա բոլորովին այլ մոտեցում ենք կտեսնենք։ Մենք շատ ենք տեսել, որ լավ գաղափարները իշխանությունները ձևախեղում են այն աշճան, որ դառնում է մի անտանելի գաղափար։
Այսինքն պարոն Մարտիրոսյան, մինչև ընտրություններ, քանի որ արդեն բավականին քիչ ամիսներ են մնացել, հնարավոր կլինի Երևանում այս ամբողջ երթևեկությունը այդ բարեկարգումը անել, այդ փոփոխությունները մտցնել, թե դրանք դեռևս առաջկա ամիսների գործընթաց չէ։ Չեմ կարծում անմիջապես հնարավոր լինի դա իրականացնել, որովհետև առաջերտին պետք է պայմանագրեր կնքվեն, պետք է համապատասխան թվականակով տրանսպորտային ավտոբուսային պարկով համալրվի, համապատասխան կադրային ռեզվեր պետք է ունենան, այդ մարդիկ պետք է ընդունվեն աշխատանքի, այսինքն ակնհայտ է, որ այս մի քանի ամսվա ընթացքում չի կարող լինել։ Առավելագույնը երևի թե հայեցակարգը կճշտեն, բայց նորից եմ կրկնում, մտավախություն ունեմ, որ հայեցակարգը հայեցակարգել մնա։ Առավել ևս մենք չգիտենք ինչ հայեցակարգ կլինի, արդյոք իմացած ճանապարհով կընթանա քաղաքապետարանը, թե այլ մոտեցում կունենա։ Ես կոնկրետ դեմ եմ որևէ մասնավոր սեփականատիրոջ մուտք այս ոլորտ, որովհետև սա պետք է լինի որոշակիորեն սոցիալական ծառայություն եւ ցանկալի չէ, որ աղքատ երկրում հարստանան նմանատիպ սոցիալական ոլորտի վրա։ Այդ դեպքում կարող ենք սա դիտարկել նաև նախընտրական քայլերի շրջանակներում PR ռեակցիա որպես նաև Տարոն Մարգարյանի կողմից։ Ոչ միայն այստեղ չշեշտենք որևէ մեկի անձը, որովհետև սա համակարգային մոտեցում է, ակնհայտ է, որ Տարոն Մարգարյանը եւս անհրաժեշտություն ունի որոշակի PR քայլեր կատարելու, որովհետև նաև ավականուն ընտրություններն է, ընդամենը մի կարճ ժամանակ հետո ազգային ժողովի ընտրություններից, եւ հետո բացի դա նաև ակնհայտ է, որ Երևան քաղաքի բնակիչներին շատ հուզող հարցերից մեկն է, իսկ Տարոն Մարգարյանը այլ կուսակցության անդամ չէ, քան է հանրապետականը եւ պարզ է, որ ինքը նաև իր կուսակցության համար ինչ-որ դրական տրամադրություն պետք է ստեղծի, ոչ միայն իր որպես քաղաքապետի ապագա տեխնացուի, այլ նաև հանրապետական կուսակցության համար, որտեղ ակնհայտ է, որ եթե հանրապետական կուսակցությունը խնդիրներ ունենա ընտրությունների, կեղծիքների այդ ծավալը չկարողանա ապահովի, այդ դեպքում նաև խնդիր կունենա Տարոն Մարգարյանը։ Համար բացառապես Տարոն Մարգարյան անձով պայմանավորելը կարծում եմ ճիշտ չէ, այլ ավելի ճիշտ է զուգորդելը հանրապետական Տարոն Մարգարյան։ Պարոն Մարտիրոսյան, եթե այդ դոտացիաները չտրվեն այդուհանդերձ եւ չկարողանան սահմանել խելամիտքին, հա, այսպես ասած, ուղևորների համար, որպեսզի երթևեկությունը նրանց համար մաչելի լինի, հասանելի լինի այդ հասարակական տրանսպորտից օգտվելը։ Այդ դեպքում սա արդյոք սոցիալական նոր խնդիր չի բարձրացնի, սոցիալական բողոքի ալիք չի բարձրացնի նաեւ։ Չեմ կարող ասել, որովհետեւ մենք ունեցել ենք սոցիալական տարբեր հիմնարար խնդիրներ, որոնք առաջադրվել են եւ սոցիալական բողոք չի եղել, կարծեք թե մինչեւ հիմա մի փոքր, այսպես ասեմ, էլեկտրիկ Երևանն էր եւ նաեւ 150 դրամը, որտեղ այնուամենայնիվ նաեւ ցավում եմ, բայց տեսա իշխանության տարբեր թևերի մեկը մյուսի նկատմամբ մրցակցություն, բայց որ այսպես ասեմ ինքնաբուխ ամբողջովին մինչեւ վերջ պայքար լինի, ես չեմ տեսել, ակնհայտ է, որ սոցիալական խնդիրները բազում են եւ այն թանկացումները, որոնք լինում են, հոսանք կլինի, գազ կլինի, տրանսպորտ լինի, դրանք ընդամենը հետևանքներ են։ Այսինքն եթե մենք պատճառները չենք վերացնում, հետևանքները էս մի հետևանքը կարող է մի փոքր մեղմենք, ժամանակի ընթացքում մոռանում ենք, հետո կամաց այդ հետևանքը, այսպես ասեմ, ավելի խորանում է։ Դրա համար ինձ համար ազնվորեն ասեմ, էականը ոչ այնքան այն է, թե արդյոք կարող է այդ դեպքում սոցիալական դժգոհություն լինել, այլ ինձ համար էական այն է, որ մենք դրան չհասնենք։ Մենք ամեն ինչ անենք, որպեսզի դրան չհասնենք։ Եվ դա եւ նշանակում է մինչ այդ պայքար, եւ նշանակում է նաեւ այնպիսի առաջարկներ, որոնց կյանքի կոչման պարագայում այդպիսի խնդիր չի առաջանա։ Եթե լինի համայնքային սեփականության, ես համոզված եմ, որ որևէ մի քաղաքացի դժգոհություն չի արտահայտի, որովհետև ակնհայտ է, որ շատ մեծ շահույթ այդ կազմակերպությունը չպետք է ունենա, նույնիսկ եթե ինքնածախսվի, ինքնաբավ աշխատի, դա արդեն բավականին է, բավական է այդ կազմակերպության համար, հակառակ պարագայում դոտացիայի անհրաժեշտությունը կլինի, որովհետև աշխարհում շատ մայրաքաղաքներում հասարակական տրանսպորտը աշխատում է դոտացիայով։ Եվ դրանք որպես օրենք
մունիցիպալ պատկանելություն ունեն, այսինքն քաղաքապետարանին են պատկանում։ Դա համար ես կարծում եմ այդ ուղղությամբ պետք է շարժվել։ Գազելները ավտոբուսներով փոխարինելու համար գիտենք, որ դրանք բնականաբար պետք է ներկրվել այն երկրներից, որովհետև մենք այդպիսի արտադրություն չունենք մեր երկրում։ Սա իր հերթին ենթադրում է մեծ ներդրումների, խոշոր չափի ներդրումների գումարներ է սա պահանջում։ Ձեր գնահատմամբ քաղաքային իշխանությունը կկարողանա այդ ներդրումները բերել Հայաստան, այս ամբողջ համակարգը, այսպես ասած, փոխարինել ավելի բարեկարգ տրանսպորտով։ Սա օրինակ Երևանում, մյուս կողմից էլ գաղտնիք չէ, թե մարզերում ինչ իրավիճակ է տիրում նաև տրանսպորտի համակարգում։ Նախ խոսենք երևի թե Երևանի մասին, որովհետև տարբեր պատկանելություններ ունեն։ Երևանի տրանսպորտը պատկանում է քաղաքապետարանին, կարգավորումը, իսկ միջ համայնքային եւ այլ դրանք պատկանում են կամ տրանսպորտի նախարարությանը կամ մարզպետարանին։ Երևան քաղաքի պարագայում ես չեմ կարծում, որ խնդիր լինի այդ գումարները հայթայթել բանկերից եւ բերել։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե մենք ինչ տրանսպորտ կբերենք։ Երկրորդ այդ շրջանակում մենք ատկատ կանենք մեր իշխանությունների բարի հին ավանդույթներ, չէ, ատկատանել ամեն ինչից, այդում նաեւ այդ հարցում ատկատների մեխանիզմը կլինի, չի լինի, որքան կլինի։ Որտեւ հակառակ պարագայում պարզ է, չէ, ակնհայտ է, եթե մասնավորը ներդնում է անում եւ շահույթ է դրա հետ մեկտեղ ստանում, իսկ որոշ պարագաներում նաեւ գերշահույթ է եղել երկար ժամանակ, ակնհայտ է, որ քաղաքային, այսպես ասեմ, իշխանությունը եւս կարող է ոչ մեծ շահույթներ ունենալ կամ ընդհանրապես ինքնածախս սկզբունքով աշխատի եւ այդպիսի մեծ սոցիալական բեռ չառաջացնի։ Համար խնդիրը ոչ թե այն է, թե արդյոք այդ գումարները կարելի է հայթայթել, այդ 6 միլիարդ դոլարը, որ պարտքով վերցրեցին, կարողացան հայթայթել, ասենք մի քանի տասնյակ առավելագույնը 1 տասնյակ միլիոն դոլար չեն կարող հայթայթել, այն էլ այն դեպքում, երբ դա կարող է շատ կարճ ժամանակահատվածում այդ պարտքը փակել։ Ակնհայտ է, որ այդ պարտքը փակել լինում է։ Դրա համար խնդիրը կարծում եմ դա չէ։ Խնդիրը քաղաքական այն կամքն է, որը պահանջում է քաղաքացիների մասին իսկապես մտահոգվել եւ նրանց շահերը առաջնային դարձրած գործընթացներ կազմակերպել, համակարգված աշխատանք տանել։ Եթե այդ ուղղությամբ գնա, խնդիր չեմ տեսնում, գրեթե միլիոնանոց քաղաք է, շատ փոքր տարածքում այն էլ եւ շատ արդյունավետ կարելի է կազմակերպել տրանսպորտային խնդիրը։ Մյուս կողմից ինչ ռիսկեր է սա իր մեջ պարունակում այս փոփոխությունը, պարոն Մարտիրոսյան, եթե հիշենք նաև, որ Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյաններին հանձնարարականներ կոնկրետ տվել տրանսպորտի համակարգի փոփոխություններ մտցնելու համար։ Ռիսկը միայն այն է, որ կարող է ինչ-որ այդ մեկ օպերատորը մոնոպոլ դառնա, ինչը ինչ-որ մեկ մասնավոր անձ, որը իշխանությունների հետ կապ ունենա կամ ատկատներով այդ արտոնությունը ստանձնի, որովհետև ակնհայտ է, եթե մոնոպոլիստ եղավ եւ դա չեղավ համայնքային կամ պետական սեփականության մոնոպոլիստ, ապա այստեղ գերշահույթների մասին անպայման մենք պետք է մտածենք եւ մեր հաշվին հերթական անգամ ինչ-որ մեկը շատ մեծ ծավալով հարստանալու է։ Սա, ինչպես մենք ասենք գազի համար ենք մինչև հիմա Հայրուս Գազարդին, հետո Գազպրոմ Արմենիային հարստացել, ինչպես հոսանքի համար ենք հարստացել մինչև հիմա, ինչպես այլ ծառայությունների համար ենք հարստացնում, նույնպես եւ այս մի դեպքում կարող ենք ինչ-որ մեկին հարստացնել, այդքան բան։ Հնարավոր է, որ սրա պատճառով տրոլեյբուսները առհասարակորձածությունից դուրս գան, ինչը հայտնի է, որ էկոլոգիապես ամենամաքուր փոխադրամիջոցներից մեկն է։ Իհարկե ցանկալի կլիներ, որ տրոլեյբուսային պարկը ավելի ակտիվ գործեր, ինչպես խորհրդային ժամանակահատվածում էր, առավել եւս առավել հարմար տրանսպորտ մայրաքաղաքի համար տրամվայներն էին, որոնք արմատուրա սարքելու համար վերցրեցին եւ ռելսերը վերացրեցին, բայց ցանկացած պարագայում ես կարծում եմ նույնիսկ այն քանակը մեքենաների, որ գործածվում է, բնականաբար ավելի շատ արտանետում են ունենալու, քան թե եթե հասարակական տրանսպորտ ավտոբուսի տեսքով շահգործվի։ Առավել եւս հիմա բավականին կատարելագործված է, շարժիչները շատ քիչ վառելիք են օգտագործում, այդում դիզվառելիք եւ էկոլոգիական առումով չեմ կարծում խնդիր առաջանա, որ տրանսպորտային պարկը համալրվի, հակառակը
դրա որոշ քայլերին զուգորդված կարծում եմ ընդհակառակը ավելի կբարելավի, որտեղ այսքան մեքենա ուղղակի դուրս չի գա։ Շատ քաղաքացիներ դուք կարող եք տեսնել, որոնք ոչ միայն մեքենա են առնում ստիպված հասարակական տրանսպորտից չօգտվելու համար, այլև անընդհատ դա օգտագործում են։ Մինչդեռ եթե մենք նայում ենք, ասենք, զարգացած երկրներին, հատկապես եվրոպական, այնտեղ հասարակական տրանսպորտով քաղաքի մեջ տեղաշարժվում են, բայց երբ ասենք քաղաքից դուրս են գալիս, ինչ որտեղ գնում են պիկնիկ, հանգստի եւ այլ, նոր այդ դեպքում իրենց մասնավոր անձնական մեքենան օգտագործում են։ Ես կարծում եմ, եթե այդ ուղղությամբ մենք շարժվենք, էկոլոգիական վիճակը դրանից չի տուժի, հակառակը կլավանա, անկախ նրանից կմեծանա, թե չի մեծանա տրոլեյբուսների օգտագործումը։